տունը Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի բարեկեցիկ, ազատ, երջանիկ, Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է այսօր եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է ձեր աշխատանքի շնորհիվ, ձեր վճարած հարկերի շնորհիվ, ձեր պահանջած եւ ստացած հսկիչ դրամարկային կտրոնների շնորհիվ եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը այլևս չի կարող եւ մեր ժողովուրդը նրան թույլ չի տա իր տունը խլել իրենից, դուք թույլ չեք տա ձեր տունը խլել ձեզանից, որովհետեւ ժողովուրդը տեր է իր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը եւ ես շնորհակալ եմ դրա համար բոլորիդ սիրելի ժողովուրդ։ Եվ այնուամենայնիվ մենք խոսում ենք բանակի մասին, մենք խոսում ենք եռագլուխներից դեպի եռագլուխների գրպաններից դեպի ժողովրդի գրպանները ուղղված միլիարդավոր դոլարների մասին, որը արտահայտվում է թոշակների եւ աշխատավարձերի տեսքով, որը արտահայտվում է առողջության համընդհանուր ապահովագրության տեսքով, որը արտահայտվում է բանակում աշխատավարձերի եւ սպառազինության տեսքով, որը արտահայտվում է նոր որակի կրթական համակարգ ստեղծելու եւ նոր որակի տնտեսություն ունենալու տեսքով 170 միլիարդ դրամ մենք թալաջիներից խլել եւ ուղղել ենք ռազմարդյունաբերական համալիր եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի ռազմարդյունաբերական համալիր, որը մտնում է զենքի միջազգային շուկա, բայց ես էլի ուզում եմ կրկնել, բանակը եւ սպառազինությունը, այն միլիարդների զենքը, որ դուք տեսաք, մենք չենք պատրաստում եւ զարգացնում պատերազմի համար։ Մենք դա անում ենք խաղաղության համար, որովհետեւ պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող պետությունը կարող է գայթակղիչ եւ գայթակղություն լինել ագրեսիայի համար։ Մենք նման վիճակում չենք հայտնվի այլևս, ընդ որում մենք սովորել ենք մեր պատմության դասերը, երբ այսպես կոչված երաշխավորները մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում եւ մյուս կողմից քաջալերում են ուրիշներին, որ հարձակվեն մեր վրա եւ խոցելիությունները մեր իցույց դնեն։ Նրանք դա անում են, որպեսզի մենք հրաժարվենք մեր պետությունից եւ մեր անկախությունից, բայց մենք չենք հրաժարվել, մենք ամենածանր պահին չենք հրաժարվել մեր ինքնիշխանությունից եւ անկախությունից։ Եվ մի ժամանակ մեր առաջ դնում էին մահ կամ ազատություն երկընտրանքը, մենք շրջել ենք այդ երկընտրանքի էջը, մենք մահ կամ ազատությունը փոխարինել ենք կյանքի պետության, Հայաստանի Հանրապետությունը այլևս մահ կամ ազատություն պետություն չէ, Հայաստանի Հանրապետությունը այլևս կյանքի պետություն է։ Այսօր էլ մեզ ուզում են դնել նոր այլընտրանքի առաջ, ելակ կամ պետություն։ Մենք չենք տրվելու այդ այլընտրանքից, բայց ես ուզում եմ ասել, որ դա նաև կեղծ այլընտրանք է, որովհետև մենք ընտրում ենք պետությունը, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք ելակից։ Ոչ, մենք ունենալու ենք եւ ելակ, եւ տնտեսություն, մենք ունենալու ենք արհեստական բանականության գործարաններ, մենք ունենալու ենք զարգացած էներգետիկա եւ Գեղարքունիքի մարզը Հայաստանի արևային էներգիայի խոշորագույն կենտրոնն է եւ այստեղ անսպառ էներգիայի աղբյուրներ կան եւ մենք ունենալու ենք
եւ բարեկեցություն եւ անկախություն։ Մենք ունենալու ենք եւ զարգացում եւ պետություն։ Որևէ մեկը չմտածի, թե մենք մեր պետության եւ բարեկեցության միջև պետք է ընտրենք, ոչ, մենք ընտրել ենք արդեն։ Մենք ընտրել ենք, որ պետությունը հենց բարեկեցության գործիք է եւ մեր պետությունը մեզ պետք է բերի բարեկեցություն, մեզ պետք է բերի ազատություն, մեզ պետք է բերի երջանկություն եւ մեզ պետք է հարատև առաջնորդի սերնդեսերունդ մենք այս երկիրը պետք է ժառանգենք եւ այսօր այս ընտրություններում հենց այդ խնդիրն է որոշվում սիրելի ժողովուրդ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ 2026 թվականի հունիսի 7-ին մենք պետք է գնանք ընտրական տեղամասեր եւ պետք է կատարենք մեր ընտրությունը եւ պետք է տեր կանգնենք 2018 թվականից միասին անցած մեր ճանապարհին այս է պատճառը որ ես բոլորիդ կոչ եմ անում խնդրում եմ հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը այն խաղաղությանը որը մենք միասին հաստատել ենք արդեն ավելի քան 10 ամիս եւ որը այսօր մեր ուրախության եւ հպարտության առարկան է եւ ուրեմն իմ կոչն է ձեզ գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը ճամբարակին Վարդենիսին Մարտունին Գավառին Սևանին Երևանին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը եւ ուրեմն ամենակարևորը արդեն իսկ գիտակցված է եւ Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի ինքը իրեն պետք է առերեսի այն ակնհայտ փաստի հետ, որ պետության ապագան, ընտրությունների ապագան, խաղաղության ապագան եւ ընդհանրապես ապագան կախված է մի մարդու որոշումից։ Ընդամենը մեկ մարդ պետք է վճռի կայացնի իր դատավճիռը այս ողջ բանավեճերի մեջ որոշում կայացնի պետության ապագայի, երկրի ապագայի, խաղաղության ապագայի վերաբերյալ։ Մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով են մեկ մարդը, որ տեր է կանգնում պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, թող բարձրացնի ձեռքերը այդ մեկ մարդը, թող բարձրացնի, եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետեւ պետությանը, անկախությանը